Բարյոր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ներսես Կոպալյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Կոպալյան, եթե շատ պայմանական տրամաբանություն կիրառենք, կարելի է ասել արդյոք, որ նախորդ այս ընտրություններում, արդեն անցած ընտրություններում իշխող քաղաքական ուժը ըստ էության ստացավ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մանդատ։ Այսինքն պահպանելու, շարունակելու, թե փոխելու, այո։ Տեսեք, պայմանական ասենք 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը ընտրություններին չէր մասնակցում այդ օրակարգով։ 26 թվականին ըստ էության այսպես կարմիր գծով անցնում էր նաև, լավ, չասեմ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, բայց արտաքին քաղաքականությունը գլոբալ իմաստով փոխելու մանդատ, լավ։ Այո, այսինքն կարող եմ ասեմ, որ այն արտաքին քաղաքականությունը, որ իշխող կառույցը մոտարապես այս վերջի 3 տարում իրականացրել է, այս դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը, այս ընտրությունները իրենց մանդատ տվեց, որ դա շարունակեն։ Այսինքն թե խոսում ենք լայն մասշտաբով, այո, իրենք մանդատ ստացան, որ փոխեն անցյալի քաղաքական արտաքին քաղաքականությունը, որը բնականաբար միայն հիմնված էր այդ Ռուսաստանի կախվածության համակարգի մեջ եւ շրջադարձ արեցին դեպի արևմուտք եւ անջատվեցին, այո, այդ կախվածության համակարգից։ Այդ առումով կարող ենք ասենք, որ այս ընտրությունները մանդատ տվեց, որ ներկա կառավարությունը շարունակի այդ ռազմավարությունը։ Նույն ժամանակ ես կուզեի նշել, որ այդ խաղաղության նարատիվը եւ կարգավորման ծրագիրը, որ ներկայիս իրականացվում է, դա բնականաբար հանրությունը դրական արձագանք տվեց եւ դա նորից ներգրաված է այդ դիվերսիֆիկացիայի ռազմավարության մեջ, որը ներկա կառավարությունը շարունակելու է։ Այսինքն, երբ որ ոնց որ նշեցի 21 թվականի ընտրություններից հետո ակնհայտ չէր, որն էր Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Շփոթ վիճակի մեջ էինք, պատերազմը վերջացել էր, Ադրբեջանը դրանից հետո հարձակվեց, մետաղասներ գրավեց եւ այլն, ունեցան քաղաքական խնդիրներ։ Բայց 22 թվականից հետո, Ջերմուկի հարձակումից հետո ակնհայտ եղավ, որ Հայաստանում ունի հստակ արտաքին քաղաքական ռազմավարություն։ Եվ այս ընտրությունները, ոնց որ հասկացանք, ժողովուրդը իրենց համաձայնությունը տվեցին, որ Հայաստանը շարունակի այդ վեկտորով, որը հիմնված է մի երկու շատ կարևոր հանգամանքների վրա։ Առաջինը, որ Հայաստանը պետք է շարունակի տրանսատլանտիկ համակարգի մեջ ներգրավել, երկրորդը այն բազմաթիվ ռազմավարական գործընկերությունների օրակարգներ, որ Հայաստանը հաճախ կնքում է տարբեր երկրների հետ, դա լինի ոնց որ ամենակարևոր գործիքը, որ Հայաստանը իրականացնում է այս ռազմավարությունը։ Այդ տեսանկյունից ես կարող եմ ասեմ, որ մանդատ ստացավ ներկա կառավարությունը, որ շարունակի եւ ավելի հստակացնի այդ ռազմավարությունը։ Բայց տեսեք, եթե մանդատի մասն ենք խոսում, ըստ էության այդ մանդատը կարելի է բաժանել երկու մասին։ Առաջինը այն էր, ինչի մասին դուք խոսում եք, բայց երկրորդ տարբերակով իշխանությունը մանդատ չստացավ սահմանադրություն փոխելու։ Կարելի է այդպես ձևակերպել։ Ոչ, ինչի համար ասեմ։ Աշխարհում չենք կարող գտնենք մի ժողովրդավարական երկիր, որը ունի պարլամենտական համակարգ, որտեղ մի կուսակցություն ապահում է սահմանադրական մեծամասնություն։ Դա կարող եմ չեմ ուզում ասեմ լսված բան չի, բայց շատ բարդ է։ Նոնսենս։ Որտեղ եթե ունես մրցույթ, դու չես կարող ունենաս այդ քանակի հաղթանակ, այդ մակարդակի հաղթանակ։ Եվ ժողովրդավարությունը երբեք թույլ չի տալի, այո, որտեղ ունես բազմաթիվ կուսակցություններ, բազմաթիվ ձայներ եւ այլն։ Այդ առումով մանդատի տրամաբանությունը հիմնված է, այո, հաղթանակի մեծամասնության վրա։ Եթե ասում ենք հայ ժողովուրդը մանդատ չտվեց, որ գնանք դեպի սահմանադրական փոփոխությունների, դա քննարկման թեմա է։ Իհարկե կարող ենք քննարկենք, բայց այս ընտրությունները հիմնված չեն միայն այդ հանգամանքի վրա։ Ընտրությունները ունեին բազմաթիվ խնդիրներ, կլիներ տնտեսության աճ, կլիներ առողջապահական ծրագրերի զարգացում, կլիներ տարածաշրջանի քաղաքական խնդիրները, կլիներ խաղաղության գործընթացը եւ այլն։ Այսինքն, եթե մենք խոսում ենք սա հանրաքվեի տրամաբանությունով եւ ասենք սա ռեֆերենդում էր, այդ ժամանակ ասենք լավ, եթե քաղաքացին քվեարկվեր մի հարցի շուրջ, ուրեմն մանդատ չի տվե։
բայց ես վստահ եմ, որ բնակչության մեծամասնությունից եւ մեծամասնից ավել քանակը իրենք չքվեարկեցին հիմնված այդ տրամաբանության վրա։ Այդ տեսանկյունից դա ոչ ճիշտ մոտեցում է։ Բայց ինչին են գալի այս իշխանությունը որ հաղթեց եւ ստացավ այս մանդատը որ կառավարի, իրենք երկար ժամանակ ասել են, որ նպատակներից մեկը, այո, սահմանադրական փոփոխությունն է։ Եվ իրենք մեծամասնություն հաղթեցին, այսինքն ժողովրդի կողմից իրենք ստացան այդ մանդատը, որ շարունակեն այդ ճանապարհով։ Բայց եթե իրենք չունեցան սահմանական մեծամասնությունը, դա մեխանիզմի խնդիր է, որ այսինքն իրենք չեն կառնալու ազգային ժողովում ունենան այդ փոփոխությունները, բայց դա չի կոչվում, որ ժողովուրդը դեմ է, այսինքն ներկայիս ակնհայտ չէ, որ դա կիրականացվի, թե չի իրականացվի։ Տեսեք, դուք ընթացքում հնդածս եւ ձեր տարբեր արծազրույցներում նաեւ ընդդիմությանն եք, չեմ ասում մեղադրել, բայց քննադատել եք, լավ, այսպես օրակարգի բացակայության համար։ Հիմա ընդդիմությունը ունի նոր օրակարգ, հայտարարված օրակարգի մասն է խոսքը, այսինքն մենք մանդատները կվերցնենք, այսինքն համանարական դատարան դիմում ենք երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, եթե համանարական դատարանը նման որոշում չկայացնի, մենք կգնանք խորհրդարան, որովհետեւ այդ դեպքում մենք խորհրդարանում թույլ չենք տա փոխել սահմանադրությունը լինելով խորհրդարանում մենք թույլ չենք տա որ իշխանությունները անարգել 300,000 ադրբեջանցի բերեն լցնեն Հայաստան եւ այլն հիմա ըստ ձեզ սա քաղաքական օրակարգ է թե օրինակ կան այսպես ասեմ մասնագետներ ասեմ փորձագետներ ասեմ որոնք ասում են որ այդպես ընդդիմությունը փորձում է սեփական դեմքը փրկել ուղղակի Նայեք, ես դա չի համարի, դա օրակարգ չի, այսինքն դու յուրաքանչյուր չի կարա արհեստական մի բան ստեղծի, ասի մենք պայքարում ենք այդ արհեստական բանը, հիմքի դեմ, այո, այդ առումով իրենք շատ ապակառուցողական մոտեցում ունեն, որտեղ ընդդիմության պարտականությունը, այո, պայքարեն իշխող կառավարության դեմ ներկայացնեն տարբեր ծրագիրներ, այո, եւ իրենք տանեն այն աշխատանքը, որը թույլ է տալու, որ ինստիտուցիան, ազգային ժողովի ինստիտուցիան զարգանա եւ այն 300,000, 350,000, 400,000 քաղաքացի, որ իրենց քվեարկել է, այո, իրենց ձայնը ներկայացնեն ազգային ժողովում։ Խոչընդոտի գործիք լինելը դա մանդատ չի, դա օրակարգ չի, այո, իրենց ամբողջ տրամաբանությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ մենք միայն պայքարելու ենք այս կառավարության դեմ, շատ բարի, բայց դուք պետք է ներկայացնեք ձեր տարբերակները, այո, որն է ձեր ծրագիրը, որն է ձեր մոտեցումը տնտեսության հետ կապված, չգիտեմ, արդյունաբերության հետ կապված, գյուղատնտեսության հետ կապված եւ այլն։ Այսինքն միայն ունենալ այն օրակարգը, որ մենք չենք թույլ տալու իրականացվի այն բանը, որ երբեք չի իրականացվելու, որտեղ այդ տեսակի բան չկա, այո, կամ ասել ենք, որ մենք կատեգորիկ պայքարելու ենք սահմանադրական փոփոխությունների դեմ, շատ լավ, որն է ձեր ներկայացրած տարբերակը, այո, այսինքն եթե դուք դեմ եք այդ քայլերին, բայց կողմ եք խաղաղության, խնդրում եմ, որ ներկայացրեք ձեր ծրագիրները, որ է ձեր օրակարգը այդ հարցերի շուրջ։ Այսինքն խնդիրը սա է, որ ընդդիմությունը չունի մտքեր, այո, չունի ծրագիրներ, տևական խոչընդոտներով, այսինքն խոչընդոտով զբաղվելով դա օրակարգ չի, այո, դա ապակառուցողական մոտեցում է։ Բոլոր զարգացած ժողովրդավարական համակարգում ընդդիմությունը շատ կարևոր դեր է տանում, որտեղ ինստիտուցիաները չեն կարող աշխատել, եթե չունես առողջ ընդդիմություն։ Որտեղ այդ ժամանակ իշխող կառավարությունը կան ինչ որ ուզում է անի եւ այնտեղ ունենալու է շատ բացասական արդյունքներ։ Այսինքն համակարգը ինքնըստինքյան սկսում է արտադրել թերություններ։ Ընդդիմության պարտականությունը, որ նվազեցնեն այդ թերությունները եւ թույլ տան համակարգը ավելի առողջանա։ Մեր ընդդիմությունը հակառակ իրենք աշխատում են տեսնում են ոնց կարող են ավելի վտանգ սպառնեն համակարգի կամ ոնց կարող են ստեղծեն արհեստական ճնշումներ համակարգի վրա, որ համակարգը ճիշտ չգործի։ Դա այլևս իրենք ոչ թե դառնում են ընդդիմություն, այլ իրենք դառնում են բանը, որպեսզի մի գործիք, որի նպատակը ունենա բացասական հետևանք։ Սա երկու տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, ասինքն այն 400,000 կամ եւ այլն քանակը, որը որ ընտրել են ընդդիմությանը
գուցե իրանց նպատակը դա էր, որ իրանց ներկայացուցիչները ազգային ժողովում աշխատանք չտանեն եւ միայն պայքարեն բոլոր կառավարության ծրագրերի դեմ։ Ոչ, վստահ եմ իրանքի համոզված էին, որ եթե այսինքն ընդդիմությունը ասում է X քանակի աշխատատեղեր ենք մենք ապահովելու, սա ենք անելու, նա ենք անելու, ենք աշխատեն դեպի այդ տեսակի ծրագրերին։ Այդ տեսանկյունից ես կարող եմ մեկը հասկացողությունը, որ ընդդիմությունը իրենց մանդատը լուրջ չի ընդունում, որտեղ մինչև այսօր չի վերցրել այդ մանդատը։ Եվ իրենց զուտ նպատակը, որ ոչ թե իրանք դառնան ինստիտուցիոնալ ընդդիմություն, այլ իրենք ոնց որ նշեցի, լինեն խոչընդոտ մի գործիք, որը խնդիրներ ստեղծեն համակարգի համար։ Հիմա տեսեք, ես ինքս լինելով պետության մասին լավ կարծիք ունեցող մարդ, ես գիտեմ, որ պետության համար ամենակարևոր ինստիտուտներից մեկը դա կայացած ընդդիմությունն է։ Հիմա, երբ դուք ասիք, որ այս բանը չեն անում, այս չեն անում, այս այնպես չպիտի լինի, ինչը այնպես, ինչ պիտի անի ընդդիմությունը, որ դառնա նույն խորհրդարանում հակակշիռ իշխանության, այսինքն մի մեխանիզմ, որով վերահսկվում է իշխանությունը։ Բազմաթիվ չունենալով մեծամասնություն։ Այո, բազմաթիվ բաներ։ Առաջինը, օրինակ, եթե կառավարությունը ներկայացնում է իրենց ծրագրերը տնտեսության հետ կապված, կամ ռազմական բարեփոխումների հետ կապված, կամ ասենք արդյադատական համակարգի հետ բարեփոխումների կապված, որն է ընդդիմության մոտեցում այս հարցերի շուրջ, իրենք ինչ կառուցողական տարբերակներ ներկայացնում, առողջ ծեդի քննարկել են, թե ոչ, իրենք լավ մտքեր առաջարկելու են եւ թերություններ ներկայացնելու են կառավարության առաջարկած ծրագրերին, ունենալու են առողջ դիսկուրս, թե ոչ։ Այսինքն ընդդիմությունը պետք է ներկայացնի իր ծրագրերը, այո, դա է ամենակարևոր բանը։ Երկրորդը, եթե ընդդիմությունը ժողովրդի տեսանկյունից ունի լեգիտիմություն, երբ որ կառավարությունը ծրագիր է մշակում, որ ունի թերությունները, այդ լեգիտիմիտ ընդդիմությունը, այո, կարող է բացահայտի եւ ժողովրդին ներկայացնի կառավարության թերությունները, որտեղ որ այս ժամանակ ունենաց շատ առողջ բանավեճ, բայց երբ որ ընդդիմությունը չի տանում այդ աշխատանքը, այո, ունենում է այն խնդիրը, որ կառավարության թերությունները, որտեղ բնականաբար բոլոր կառավարությունների թերություններն են, բայց ինչելում կառավարության թերությունները ոչ թե առողջի քննարկվում է, այլ քաղաքականացվում է։ Երբ որ մի բան արդեն քաղաքականացվում է, արդեն մենք չենք այնտեղ քննարկում արժեքները, որակը կամ ասենքն զուտ բովանդակային խնդիրները, այնտեղ ասենք խոսակցությունը գնում է շատ պրիմիտիվ անմակարդակ բան է, էլի ռետորաբանության։ Սա է առաջին խնդիրը, երկրորդը հիմարը դու ես մոտորը։ Այդ տեսակի, այո, այդ տեսակի բանը, որը ճնշում է մեր քաղաքական մակարդակ, մեր քաղաքական մշակույթը եւ թույլ չի տալու մեր քաղաքական մշակույթը զարգանա։ Երկրորդը ընդդիմության զուտ ամենակարևոր դերը, որ նա ներկայացնի այն քաղաքացիներին, ովքեր իրենց ցայն են տվել։ Ես ինչի եմ սա նորից նշում, որտեվ եթե իրենք ներկայացրել են տարբեր հայեցակարգ, ապա իրենք այդ հայեցակարգը պետք է ներկայացնեն ազգային ժողովում։ Այդ տեսենք այդ ձևին իրենք հակակշիռ դառնում իշխող ուժերի դեմ, բայց եթե իրենք հայեցակարգ չեն ներկայացնում, այլ ընտրանք չեն ներկայացնում, այնտեղ հարց է առաջանում, որն է իրենց աշխատանքը, որն է իրենց նպատակը։ Բոլոր ժողովրդավարական երկրներում որ նայում ենք, ընդդիմությունը իրենք հայտարարում են, ասում են կանխել իշխանության այս կամ այն գործողություն, նպատակը դա է այս բանը։ Հասկանում ենք, ուրեմն այսինքն Հայաստանի իշխանությունը այլևս չպետք է աշխատի եւ երկրի վիճակը ինչ է լինելու։ Այո, եթե նորից եմ գալի, լավ, այսինքն անում են դա իրենց առաջին քայլն է, որն է լուծումը։ Իրենք ասում են ունենք բազմաթիվ խնդիրներ, շատ բարի, բայց եթե իրենք լուծում չեն առաջարկում, որը համար առաջին պարտականություն են դեմության, այո, որ ոնց իրենք այդ հարցերը կլուծեն, արդեն ժողովուրդը այլևս իրենց լուրջ չի ընդունելու, այո, դրա համար լուծումների մոտեցումը, որն է իրենց ռազմավարությունը, սա շատ կարևոր կետեր են, որ իրենք չեն ներկայացնում։ Իրենք ասում են, դե եթե մենք դառնանք իշխանություն, նորից ժամանակ մենք ձեզ կասենք ինչ կանենք, բայց դա ձև չի, այո։ Դրա համար մեր համար արդեն ակնհայտ է, որ եթե իրենք չդառնան կառուցողական ուժ, իրենք այլևս ընդդիմություն չեն, որտեղ ընդդիմությունը իսկապես ունի իր պարտականությունները ազգային ժողովում, ունի ինստիտուցիոնալ պարտականություններ։ Եթե իրենք չեն իրականացնում իրենց պարտականությունները, իրենք այլևս չեն, եթե դերը չեն կատարում, ինչ է լինում այդտեղ։ Ունենում ես իշխող ուժ եւ ունենում ես, ասենք, ազգային ժողովում այն անձերը, որ վերցրել են մանդատը, բայց չեն անում իրենց աշխատանքը։
Հիմա տեսեք, շատ փորձագետներ, իշխանամերձ, նույնիսկ չեզոքները շատերը ասում են, որ գալիք խորհրդարանը լինելու է բախմանկետ պայմանական Հայաստանի դեպի արևմուտք ցկումների եւ Ռուսաստանի միջև, հաշվի առնելով ընդդիմության կազմը, այսպես ասեմ։ Դուք այս բնորոշմանը համամիտ եք։ Նայեք, ազգային ժողովը չի որոշում արտաքին քաղաքականությունը։ Ազգային ժողովը միայն զբաղվում է ոչ թե միայն, բայց զբաղվում է ներքին քաղաքական խնդիրներով, ներքին ծրագիրներով եւ արտաքին քաղաքականությունը վարչապետի եւ արտգործնախարարության պարտականությունն է։ Այդ տեսանկյունից ազգային ժողովը կամ փոքրամասնությունը շատ ձայն է ունենալու այս հարցերի շուրջ։ Սա ոչ թե Հայաստանի միայն բան է, յուրաքանչյուր երկրներում սա ինստիտուցիոնալ կառույցն է։ Այդ ժամանակ իրենք ինչ կան, իրենք կարող ազգային ժողովում արձագանքեն, չգիտեմ, Կրեմլինի տեսանկյունից խնդիրներ կամ վարկաբեկեն Հայաստանի շրջադարձը դեպի արևմուտք եւ այլն, դա իրենք կարող են անել, բայց բնականաբար դա ազդեցություն չի ունենալու, այո, Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության վրա։ Նույն ժամանակ, բայց այդտեղ խնդիրները լինելու, որ Հայաստանը պետք է օրենքներ անցկացնի կամ օրենքներ պետք է փոխվի, նամանավանդ օրինակ թրիփ նախագծի հետ կապված։ Այդ ժամանակ մենք կհասկանանք իսկապես ընդդիմությունը կառուցողային մոտեցում է լինելու, թե իրենք միայն անելու են ամեն ինչ, որ խնդիրներ ստեղծեն եւ խոչընդոտեն։ Խոսքը միջազգային համաձայնագրերի վավերացման մասին է այդ։ Այո, որը նորից իրանց ասենք, այդտեղ որ արդեն մեծամասնություն ապահովված է, իրենք նորից չեն կարողանալ խոչընդոտեն, բայց ընդդիմությունը շատ կարևոր դերատանը, որ բան ասենք, ներքին քաղաքական դաշտում իրենք կարող են նարատիվ կառուցեն, այո։ Այդ ժամանակ մենք կհասկանանք ո՞րն է իրենց մոտեցումը։ Հիմա տեսեք, մի քանի անգամ անդրադարձակ դիվերսիֆիկացիային արտաքին քաղաքականության։ Հիմա տեսեք, հա Հայաստանը խորացնում է հարաբերությունները արևմուտքի հետ, ոչ միայն արևմուտքի հետ, Հնդկաստանի հետ ռազմավարական գործակցության համաձայնագիր կա շրջանակային, Իրանի Իսլամական Հանրապետության հետ կա, Եվրամիության հետ, Մեծ Բրիտանիայի հետ, Միացյալ Նահանգների հետ։ Հիմա ըստ ձեզ ո՞րն է այն սահմանը, հաշվի առնելով Ռուսաստանից դեռ եղած կախվածությունները, նաև գործընկերային հարաբերությունները, ո՞րն է այն սահմանը, մինչև ուր կարող է գնալ Հայաստանի Հանրապետությունը հիմա։ Հասկանալ Ռուսաստանի արտաքին ռազմավարությունն ամանավանդ այն լայն ռազմավարություն, որ ինքն ունեն հարավային Կովկասի հետ կախված, Ռուսաստանի կարմիր գիծը ՆԱՏՕ-ն է։ Եվ Հայաստանը երբեք չի ներկայացրել, այսինքն մենք նպատակ երբեք չենք ունեցել ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։ Դա կսահմանափակի եւ դա կարմիր գիծն է Ռուսաստանի համար։ Մինչև այդ գիծը հասնելու Հայաստանը այնտեղ կարմիր գիծերը կներեք, էլի մենակ Հայաստանի դեպքում են աշխատում։ Ինչի համար եմ հարցնում, որովհետեւ ՆԱՏՕ-ի զորքը ըստ էության հենց հիմա Ադրբեջանում կա։ Այո, բայց ՆԱՏՕ-ի զորք ունենալ եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ դա երկու տարբեր բան են։ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ դառնալը կարմիր գիծ է։ Այո, այսինքն Հայաստանը կշարունակի բազմաթիվ ռազմական գործընկերության օրակարգներ կնքել, ներկայիս հարաբերությունները գնալով խորանում են Հարավային Կորեայի հետ, Ճապոնիայի հետ, այսինքն սա միայն դիվերսիֆիկացիան միայն հիմնված չի արևմուտքի վրա։ Բայց անվտանգության ոլորտում, որը Ռուսաստանի համար առաջին խնդիրն է, իրենց կարմիր գիծը ՆԱՏՕ-ի անդամ լինել է։ Հայաստանը, եթե այդ կարմիր գիծին չմոտիկա, որը նորից նշում եմ, Հայաստանը երբեք նպատակ չի ունեցել այդ տեսակի բաների, Ռուսաստանը այստեղ հիմք չունի, որ ստեղծի այն խնդիրները, այն խնդիրները, որ նա ստեղծում է։ Նայեք հիմա իրենք փորձում են օրինակ Եվրոպական միության անդամ լինելը, իրենք փորձում են դա ստեղծեն որպեսզի նոր կարմիր գիծ, բայց իրենք գիտակցում են, որ դա արհեստական կարմիր գիծ է եւ երբեք դա չի կարող իրականացվի։ Դրա համար իրենք փորձում են դա տեսնել, ասենք ոնց կարող են շրջադարձեն այդ կարմիր գիծը կամ ինչ լայնացնեն կամ բազմաթիվ գծեր ստեղծեն եւ այլն, բայց Ռուսաստանը, որ իրենց ամբողջ մտածելակերպը հիմնված է ռազմական եւ անվտանգության հանգամանքների վրա, իրենց միայն կարմիր գիծը ՆԱՏՕ-ն են։ Մնացած բոլոր տարբեր խնդիրները բնականաբար իրենք Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու են, բայց այնտեղ մենք աշխատելու տեղ ունենք, որ կկարողանանք կառավարենք հարաբերությունը։ Եվ եթե այնտեղ խնդիրներ լինի, ռիսկերներ կկարողանանք կառավարել։ Բայց ՆԱՏՕ-ի հետ կապված այդտեղ այնտեղ կառավարելու բան չկա, որտեղ Ռուսաստանի համար դա շատ չոր կարմիր գիծ է։
Հիմա տեսեք, նույն ընդդիմությունը բարբերաբար ասում է, որ այս կամ այն ծրագիրը մասնավորապես TRIP-ը իրականացնելու համար անհրաժեշտ են անվտանգային երաշխավորներ։ Որպես երաշխավոր բացի Միացյալ Նահանգներից նշվում է Ռուսաստանի Դաշնության անունը, Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ է մեկ-մեկ հա մատնացույց են անում այդ ուղղությամբ, հաշվի առնելով, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի սահմանն իր համար կարմիր գիծ է, այսինքն Սյունիքը պիտի մնա անփոփոխ, այնպես ինչպեսին հիմա կա։ Բայց սրա հետ զուգահեռ հասկանալի է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տալու, որ որևէ մեկը խառնվի այն նախագծին, որը իրենն է, հա։ Հիմա ըստ ձեզ Միացյալ Նահանգները անվտանգային ինչ երաշխիքներ կարող են տալ Հայաստանի Հանրապետությանը տվյալ ժամանակահատվածում։ Նայեք, ասեմ, երաշխիք բառը ցավոք սրտի Հայաստանում ճիշտ չի օգտագործվում այս կոնցեպտը։ Երաշխիք այստեղ ընկալվում է այնպես, որ ինչ որ մեկը ավտոմատով պիտի գա բացառվում է, որտեվ նայեք, ովքեր որ խոսում են այդ, ովքեր որ օգտագործում են այդ երաշխիքի եզրույթը, իրենք օգտագործում են 90 թվի արտաքին քաղաքականության տրամաբանություն, այսինքն միջազգային հարաբերության մեջ, ներկայիս միջազգային համակարգի մեջ այդ երաշխիք տրամաբանությունը այլևս գոյություն չունի։ Այն երկիրները, որ ներկայիս գտնվում են ՆԱՏՕ-ի մեջ, մենակ իրանք ունեն անվտանգության երաշխիք։ Բոլոր մյուս երկիրները ոչ մի երաշխության խնդիր չկա, այսինքն այդ մոտեցումը այլևս չի աշխատում։ Դրա համար բոլորը կազմում են ռազմավարական գործակերության օրակարգներ։ Այդ տեսանկյունից, այսինքն ընդդիմությունը մի բան է պահանջում առանց հասկանալը, որ դա այլևս գոյություն չունի։ Եվ իրենք եթե հիմնում են իրենց տրամաբանությունը, ինչ եղել։ Վստահ եք, որ չեն հասկանում։ Վստահ եմ իրենք չեն հասկանում, որտեվ իրենք երբ մի կոնցեպտ ոչ ճիշտ ձև են օգտագործում, բարձր իրենք այդ կոնցեպտը ճիշտ չեն հասկանում, բայց իրենք ինչ են ուզում անել, իրենք ուզում են օգտագործեն կամ ոչ ճիշտ ձևի օգտագործեն այդ կոնցեպտը, որ ասեն, նայեք, մենք այստեղ ունենք անվստահության խնդիր, մենք ունենք այստեղ անապահովության խնդիր, այդ տեսակի բաներ չկա, բայց ասենք իրենք դա են ներկայացնում, եւ ինչ են անում, ասում են, եթե չունենանք երաշխիքներ, մենք կարող ենք տանենք դիսկուրսը դեպի վախի տիրույթ եւ ասենք, եթե չլինի այս բաները, ապա մենք ունենք անապահով իրավիճակ։ Հասկանալով, որ այդ բաները, որ իրենք պահանջում են, հակասում են իրականությանը։ Այսինքն ոնց կարա Իրանը, այո, կամ չգիտեմ, Պակիստանը կամ այլ երկիրներ ներգրաված լինեն մի նախագծի, մի ծրագրի վրա, որը ամբողջովին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հետ է կախված, այո։ Երկրորդը Հայաստանը հասկացավ, տեսավ, որ երաշխիք ունենալ իրան ինչ բերեց։ Դա ստեղծեց կախվածության համակարգ։ Դա թույլ չտվեց Հայաստանը զարգացնի իր կարողությունները, որտեղ յուրաքանչյուր երկիր, որ եթե ասում է, ես երաշխավորող ունեմ, իմ անվտանգությունը ապահովված է, ուրեմն ես այլևս չպետք է անեմ այն աշխատանքը, որ ես կարող եմ անել, որտեղ ապահովված է։ Այդ արհեստական ապահովության տրամաբանությունը ձեռք բերում է համակարգված լոդրություն, ձեռք բերում է ինստիտուցիաների անկարողություն, որը մեր համար ակնհայտ եղավ 20 թվականի պատերազմում եւ այլն եւ այսինքն ակնհայտ եղավ 16 թվականի քարորիա պատերազմից եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ տեսանկյունից այդ երաշխիք կոնցեպտը օգտագործելը եւ ոնց ասա ճիշտ նկարագրեմ յուրաքանչյուր միջազգային հարաբերության մասնագետների, էքսպերտների, ակադեմիկների հետ այդպես հարցի շուրջ խոսած եւ սկսես խոսալ երաշխիքների մասին, իրենք կնային եւ կասեն ձեզ կներեք, բայց դուք հետա մնացեք, որովհետեւ այդ կոնցեպտը այլևս չի պատկանում ներկա միջազգային համակարգում։ Այո, դրա համար հասկանալով, որ հիմա մեր տարածաշրջանը արդեն ներգրավում է լայն Եվրազիայի համակարգի մեջ, որը TRIP-ի նախագծի նպատակներից մեկը դա է, եւ այն լայն միջին միջանցքը, որ Կենտրոնական Ազիան կապելու է Եվրոպայի հետ, ինչ երաշխիքների մասին ենք խոսում։ Այդ կոնցեպտը բացառվում է։ Հիմա ապահովության տեսանկյունից, կայունության տեսանկյունից, այո, վստահության տեսանկյունից համակարգն է դառնում, այո, անվտանգության բազմաշերտ մի կառույց։ Դրա համար եթե ասում են Միացյալ Նահանգները գալիս է երաշխիքներով, ոչ, բայց Միացյալ Նահանգները ստեղծում է մի համակարգ, որը այդ համակարգի մեջ այն դերակատարները, որ գտնվում են, իրենք արդեն սահմանափակված են, որ կարան անեն ինչ, որ իրենք անցյալում էին անում եւ ինչ իրենց համար թույլատրվում է ներկայիս։ Դրա համար մենք տեսանք օրինակ անցյալում, երբ որ Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը ընկնում է Ռուսաստանի հեգեմոնիկ համակարգի մեջ,
Ադրբեջանը իրենց ուրիշ ծև էին պահում, բայց ներկա համակարգը, որ արդեն գտնվում է Միացյալ Նահանգների ազդեցության տակ, տեսնում ես, որ Բաքուն չի անում այն բաները, որ նա անցյալում անում էր։ Ինչու համար, որտեղ համակարգը փոխվել է։ Երբ որ համակարգը փոխվում է, դերակատարները այդ համակարգի մեջ իրենց պահելաձևեր են փոխում, որտեղ չի կարող յուրաքանչյուր դերակատար հակասի համակարգին։ Դա է ամենակարևոր երաշխիքը։ Եթե ունենանք առևտուր, եթե ունենանք, ասենք, ապասահմանափակում, եթե ունենանք կարգավորում, որը կարող է տանի խաղաղության, սա ստեղծում է նոր համակարգ, որ արդեն ապահովում է անվտանգությունը, կայունությունը եւ այլն։ Դա է ամենաառողջ երաշխիքը, ոչ թե X երկիր գա ու ասի մենք ձեր բոլոր խնդիրները լուծելու ենք։ Շատ ժամանակ մեր մոտ այդ փրկիչի տրամաբանությունը մեր մեջ մնացել է։ Այո, մեր քաղաքամշակույթի մեջ մնացել է, որ ով է գալու եւ մեզ փրկի։ Բայց չեն օգտագործում փրկիչ բառը, օգտագործում են երաշխիք կոնցեպտը։ Հիմա տեսեք, դուք ասում եք, որ ձևավորվում է նոր համակարգ, հիմա Ռուսաստանի այս արձագանքը, որ հիմա կա, ըստ էության, ես ամենայն դեպս վերջին շրջանում փորձում եի հիշել, թե որ դեպքում է դաշնակիցը դաշնակցի հետ սկսում սպառնալիքների լեզվով խոսել, որտեղ ֆորմալ առումով Հայաստանը Ռուսաստանը դաշնակից ֆորմալ առումով, այո։ 97 թվականի պայմանագրով հապկի շրջանակում դեռևս շարունակում ենք մնալ։ Այդ արձագանքի պատճառը որն է, Ռուսաստանը չի կարողանում տեղավորվել այդ համակարգի մեջ, դրա համար նման ցավոտ ձևով է արձագանքում, թե ուղղակի ես չգիտեմ վերջին շրջանում, ես չէի ասի, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ հաջողություններ է գրանցել ու այսպես թափանիվով ուղղակի գլորվում են ներքև։ Ասեմ, արձագանքի նպատակը երևի 3 կարևոր բացատրություն կա։ Առաջինը Ռուսաստանը հասկանում է, որ մեր տարածաշրջանը այլևս իր ազդեցության տակ չի։ Եվ իրենց համար դա շատ լուրջ խնդիր է, որտեղ իրենք հիշում ենք, որ ասում բայց ով է մեղավոր։ Դա երկրորդական է, ով է մեղավոր։ Իրենց տեսանկյունից դա երկրորդական է, ով է մեղավոր։ Իրենք ասեն Հայաստանն է մեղավոր, այո, որ գալու եմ երկրորդ կետին, այո, բայց առաջին այս տեսանկյունից, որ մի տարածաշրջան, որ 100 տարիներով Հայաստանն է դուրս հրավիրել ռուս խաղաղապահներին։ Դե իրենց տեսանկյունից նորից, այո, բայց ինչին եմ գալի։ Իրենք ասում են իրենց տեսանկյունից, որ 100 տարիներով, այո, այս տարածաշրջանը եղել է իրենց ազդեցության գոտին, այո, եղել ազդեցության գոտի տակ, այլևս դա չի իրականությունը։ Դրա համար իրենք արձագանքում են, ոնց որ արձագանքում են։ Երկրորդը, եթե նայում ենք Ռուսաստանի լայն ռազմավարությունը, իրենց հարավային անվտանգության գոտին միշտ հիմնված եղել Հայաստանի վրա։ Այո, Հայաստանը եղել է անկյունակարը։ Երբ որ Ռուսաստանը կորցրեց Հայաստանին, նա կորցրեց իր անկյունակարը։ Դրա համար ինքը արձագանքում է, որտեղ ոնց որ արձագանքում է, որտեղ փորձում է նորից այս անկյունակարին հետ բերի իր ազդեցության տակ։ Ես ներողություն եմ խնդրում իհարկե, բայց 11 թվականից առնվազն 2011 թվականից Հայաստանը չի եղել այդ անկյունակարը, որտեղ ամբողջ խաղադրույքը արվեց Ադրբեջանի վրա։ Նայեք, Ռուսաստանը իր տեսանկյունից, եթե Հայաստանին համարել է գաղութ, ուրեմն այդ գաղութը իր համար շատ կարևոր դերատար է որպես անկյունակար։ Ես նկատի ունեմ այդ մոտեցումից։ Դրա համար իրենց լայն ռազմավարության տեսանկյունից Հայաստանը կազմել է Ռուսաստանի մի մասը։ Եկեք տենց ներկայացնենք։ Երբ որ դու քո մի մաս կորցնում ես, բնականաբար փորձելու ես հետ վերցնես, հետ գրավես, այո։ Դրա համար իրենք արձագանքում են, ոնց որ արձագանքում են։ Եվ երրորդը, այո, ոնց որ դուք նշեցիք, Ռուսաստանը չի ուզում պատասխանատվություն կրի։ Ինքը չի ուզում ընդունի, որ ինքը ամբողջովին լքեց իր բոլոր պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ 21 թվին, 22 թվին, 23 թվին եւ այլն։ Դրա համար ինչ անում, մենք փորձում ենք Հայաստանին մեղադրի։ Այո։ Դրա համար իրենց մոտեցումը հետեւյալն է։ Եկեք մեղադրենք Եվրոպական միությանը, եկեք մեղադրենք Արևմուտքին, այո, եկեք մեղադրենք Հայաստանի ժողովրդավարական համակարգին, բայց մենք պատասխանատվություն չենք կրելու, որ իրենք ամբողջովին կորցրել են այն ճշմարտ լծակները, այն արտոնությունը, որ իրենք անցյալում ունեցել են մեր տարածաշրջանում։ Դրա համար այդքանը հասկանալով ակնհայտ է ինչու են իրենք արձագանքում, ոնց որ իրենք արձագանքում են։ Չմոռանանք այս ընթացքում նաև Մեծ Բրիտանիան եւ Ջուհուդա մասոններին։ Շատ ակտիվ մեղադրական կողմ են իրենք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ներսես Կոպալյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկու շաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։